Հական Ֆիդանը նախ լիահույս է, որ Զանգեզուրի միջանցքը հենց այն պատկերացմամբ, որ ունեն Բաքուն եւ Անկարան իրականություն է դառնալու։ Այնուհետև կարծես հայ ժողովրդին մեսիջ է հասցեագրում, որ այդ տեսլականը կյանքի կոչելու համար մի փոքր շտրիխ է մնացել, դա էլ խնդրում եմ դուք արեք, որ խաղաղություն ունի, իհարկե այստեղ խաղաղության մասին խոսք լինել չի կարող, ավելի շուտ խաղաղություն թուրք-ադրբեջանական տանդեմի պատկերացմամբ, հա։ Ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը լավ տղա է, սոցհարցումներն էլ ցույց են տալիս, որ ընտրվելու մեծ հավանականություն ունի եւ ասում է, որ կառուցողական իր քաղաքականության իրեն լրիվ աջակցում են։ Այդ կառուցողական քաղաքականություն բառի տակ հասկացեք, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը ենթակառուցվածքների եւ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, որը նույնն է, նույն մոտեցումն է, ինչ ունի թուրք-ադրբեջանական տանդեմը։ Խաղաղություն ասելով իրենք սա են հասկանում։ Հիմա սա ուղիղ եւ անթափույց միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Սկսենք դրանից, որի տարբերություն պրոպագանդիստների Հական Ֆիդանը ներկայացնում է պաշտոնական Անկարան։ Այսինքն նա խախտել է դիվանագիտական չեզոքության սկզբունքը։ Անդրադարձ է կատարել հարևան երկրի, որի հետ Թուրքիան ունի խնդրահարույց հարաբերություններ, անդրադարձ է կատարել հարևան երկրի ներքաղաքական կյանքին, նախանշել է կոնկրետ ներքաղաքական սուբյեկտի